Որոշել ենք մինչև 2028-ի վերջը ԵՄ անդամակցության հարցոբանակցությունների մեկնարկի հարցը չընդգրկել մեր օրակարգում։ Մինչև այդ մենք հրաժարվում ենք նաև ԵՄ-ի կողմից տրամադրվող բյուջետային դրամաշնորհներից, քանզի տեսնում ենք, որ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները տրամադրվող դրամաշնորհները եւ վարկերն օգտագործում են Վրաստանին շանտաժի ենթարկելու նպատակով։ Այդ չնչացնում Եվրոպայի հետ մերձեցման երկարամյա ջանքերը։ Իրավիճակը թեժացավ, երբ ոստիկանությունը սկսեց հատուկ միջոցներ կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Ջրցան մեքենայից մինչև արցունքաբեր գազ եւ բռնի ուժի ուղիղ գործադրում։ Արյունոտ կադրերը ողողել են համացանցը։ Թեժ ու լարված իրավիճակը շարունակվել է ամբողջ գիշեր, լուսաբացին արդեն ոստիկանների կողմից հալածված ցուցարարների վերջին խմբերը կրկին ծեծուջարդով եւ բերման ենթարկվելով հեռացվեցին փողոցներից։ Ըստ երկրի ներքին գործերի նախարարության նոյեմբերի 28-ին եւ 29-ին բերման է ենթարկվել ընդհանուր 43 մարդ։ Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է նաեւ 13 վիրավոր ոստիկանի մասին։ Իսկ տուժած ցուցարարների թիվն ավելի մեծ է, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բազմաթիվ քաղաքացիներ են տեղափոխվել հիվանդանոցներ, նրանց մի մասն էլ դեռ ոստիկանական մեկուսարաններում է։ Երեք սկսված բողոքի ցույցերն այսպես ճնշվեցին իշխանության կողմից, սակայն բողոքի ալիքը չի մարում։ Ընդդիմությունն իր հերթին պետական գերատեսչությունների բազմաթիվ աշխատակիցներ էլ իրենց պնդում են, որ իշխանության որոշումը հակասում է Վրաստանի սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջներին, որոնցում ամրագրված է երկրի Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու կուրսը։ Դիվանագետները զգուշացնում են, որ նման հնարավորությունից երկրի հրաժարումը կհանգեցնի բացասական ռազմավարական հետևանքների։ Բացի այդ, անդամակցության բանակցային գործընթացի հետաձգումը կհանգեցնի երկրի մեկուսացմանը։ Առանց արևմտյան գործընկերների աջակցության Վրաստանը մենակ է մնում սպառնալիքների դեմ։ Մինչև երկրի քաղաքացիները փորձում են կանգնեցնել իշխանության Եվրոպայից դեպի Ռուսաստան մեկնարկած երթը, Պուտինը գոհունակություն է հայտնում վրացական երազանքի վարած քաղաքականության կապակցությամբ։ Ինձ զարմացնում է այն համարձակությունը, որով Վրաստանի կառավարությունը պաշտպանում է իր դիրքորոշումը, ասել է Պուտինը եւ կրկնել ավելի վաղ արված հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը ի տարբերություն Արևմուտքի չի միջամտում Վրաստանի ներքաղաքական գործընթացներին։ Փոխարենն Արևմուտքը հստակ ու վերջնական հայտարարում է, չեն ընդունում Վրաստանի ընտրությունների արդյունքները, բանաձևն արդեն ընդունել են։ Եվրախորհրդից էլ հայտարարեցին, որ Վրաստանի ինտեգրացիոն գործընթացը փաստացի դադարեցվել է իշխող վրացական երազանքի գործողությունների պատճառով։ Բրյուսելը եւ եվրոպական այլ մայրաքաղաքներ շեշտել էին, որ չեն կարող աջակցել Վրաստանի Եվրամիության անդամակցության վերաբերյալ բանակցություններին, եթե երկիրը չեղյալ չհայտարարի եվրոպական արժեքներին եւ սկզբունքներին հակասող օրենքները, այդ թվում օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Ռուսաստան-Արևմուտք ընտրության առաջ կանգնած Վրաստանը սկսում է կորցնել իր անկախությունը, նշում են քաղաքագետները։ Անկանխատեսելի զարգացումները կարող են աղետալի լինել այս երկրի համար։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։